Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս շուտ։ Երկրորդ փուլը 2026 թվականի հունվարի փոխարեն կմեկնարկի այս տարվա հուլիսի 1-ին, իսկ երրորդը գալիք տարվա այդ օրվանից արդեն 2027-ի հունվարի փոխարեն։ Երկրորդով բնակարան կամ տուն կկարողանան ձեռք բերել մեր այն հայրենակիցները, որոնք 2 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեն, իսկ 1 անչափահաս երեխա ունենալու դեպքում, եթե ցանկանան կառուցել տունը։ Արդեն երրորդի դեպքում ցանկացած կազմ ունեցող ընտանիքները կլինեն ծրագրում, որոնց նախորդ փուլերում չեն ընդգրկել։ Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու նրա տեղակալը դիվանագիտական էթիկայի կանոններից ելնելով այցելել են այդ քաղաքում այժմ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսություն։ Հյուրերին ընդունած մեր պետության ներկայացուցիչը նախ շնորհավորել է իր պաշտոնակցին երկար դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ինչպես նաև այդ պաշտոնում իր նշանակման առթիվ, ապա շնորհակալություն հայտնել Հայաստանից Սիրիա մարդազիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության համար։ Իր հերթին գլխավոր հյուպատոս Ջենքիզը իր գործընկերոջը հրավիրել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վերաբացման միջոցառմանը։ Սննդամթերքի տեսչականը ժամանակավորապես արգելել է Գերմանիայից կամ այդ երկրից տարանցիկ փոխադրվող, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող դաբախ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների, խոշոր եւ մանր եղջերավորների, խոզերի եւ ուխտազգիների, ինչպես նաև դրանցից ստացված թարմ կամ սառեցված մսի եւ ենթամթերքների չմշակված մորթերի ներմուծումը Հայաստան։ Արգելքը սահմանել են հիմք ընդունելով Գերմանիայում արձանագրված դաբախ հիվանդության վերաբերյալ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքեջում հրապարակված տեղեկությունը։ Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետի օդնին Mercedes Magnus-ի ավտոմեքենան վրայերթի է ենթարկել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով հետի օդնը դեպքից 1 օր առաջ ճիշտ նույն հատվածում տեղի ունեցած ավտովթարից մահացած քաղաքացու հայրն է։ Վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնություն է կանչել տուժածին, նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել բուժկենտրոն։ 341 տնտեսվարող փետրվարին խախտել է հաշվիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնները։ Պետական եկամուտների կոմիտեից են հայտնում, կառույցը կարգազանցներին տուգանել է ընդհանուր առմամբ ավելի քան 211 միլիոն դրամ, որից 107-ը 30 հարկատուի 1 եւ ավելի միլիոն դրամ տուգանքներն են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։